44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը ի վերջո հայտնվեց ազգային ժողովի արխիվում։ Նախ ձեր դիրքորոշումը սրա առնչությամբ հիմնավորում են ժամկետների ու ցկցկմամբ եւ այլն եւ այլն։ Ինչու նույնիսկ ոչ գաղտնի մասին հնարավորություն չտրվեց ծանոթանալ հանրությանը, ինչից են վախենում կամ եթե վախենում եք։ Այո, քննիչ հանրաժողովի ուսումնասիրությունը զեկույցով արկել են արխիվ, բացարձակ կարողանալու են արխիվով արկել իրենց մեղքը կապիտուլյացիայով։ Ովքեր չեն կարողանալու։ Իմ կարծիքով ստույգ տեղեկություն չի, մի կարծիք կա, հանձնաժողովի ստեղծումից հետո հանձնաժողովականներն ասել են հանգիստ աշխատեք, հետո տեսնենք ինչ անելու եւ այլն եւ այլն։ Եվ գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետների ուսումնասիրության պլանը։ Այնուհետև մյուս թևին ասել են, որ խախտել են ինչու եք դերում։ Ազգային ժողով ինչու եք դերում քննարկմանը վարկեք աչքի։ Բազա չէ, այնտեղ ուրիշ ինչ պետք է գտնեն։ Իրանց մեղքերն են գտնել։ Հանձնաժողովի ուսումնասիրություններում։ Իհարկե կլինեն մարդիկ, այսպես ներդրված մարդիկ, ովքեր փորձեն հեքիաթներ պատմել, բայց լավ գերագույն գլխավոր հրամանատարը իրենք են, բոլոր հրամանատարները եղել են իրենց նշանակածները։ Հասկանում են, որ այնտեղ կարող են ասել, բանակում էսեր, բանակում էներ եւ այլն, բայց այդպես ասողներին իհարկե միշտ պետք է պատասխանել հետեւյալը, որ ոչ Սերժ Սարգսյանը եւ ոչ էլ Պաշտպանության նախարարը երբեք չեն հայտարարել, որ հայկական զինված ուժերը տարածաշրջանում ամենաազդեցիկներն են։ Այդ ոնց էր, որ տարածաշրջանում ամենաազդեցիկներն էին, այդ ոնց էր, որ միջմարտական մի դիրքի գրավման հետևանքով 70-ից ավել, 71 մարտական խաչով պարգևատրեց այդ հիմա իրենց կարծիքով անմարտունակ բանակի զինվորների ուսմաների, երեք նախագահները միասին վերցած այդքան մարտական խաչ չեն շնորհել։ Այդ փաստերը հնարավոր չի ուղղակի մոռանալ, էլի։ Այնպես որ լավ է նաև որ արդյոք են ուղարկել, թող մնա հետո կտեսնենք։ Պարոն նախագահ, երկրորդ նախագահը հայտարարեց, որ իր թիմը մասնակցելու է 2026-ի ընտրություններին, հանրապետականը որոշում ունի արդեն։ Ես հաջողություն եմ ցանկանում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին։ Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով, երբ որ դրա ժամանակը մեր կարծիքով կգա, մենք որոշում կկայացնենք։ Այդ այլ գործի մասին դիտարկում է հնչել այսօր դարձյալ նույն ասուլիսի շրջանակում, ասել եմ մենք մեր ստորագրությունը տվել ենք, սպասում ենք։ Դա այդ պրոցեսը համագործակցությունը, ստորագրություններով միանալը ենթադրում էր ստորագրություն տալ եւ սպասել, թե այլ ենթադրելի գործողություններ պիտի լինեին եւ իմպիչմենտի գործընթացի հաջորդ փուլը որն է, պարոն նախագահ, որտեղ ձեր նախաձեռնությունն է, ձեր ուժի։ Նախ այդ հարցի առաջին մեծ մասը 90%-ը ինձ չի ուղղված, խնդրում եմ ինձ ուղղված հարցեր, սա մեկ, երկրորդ փուլը impeachment նախաձեռնողների հայտարարությունն արդեն կա, եւ ուզում եմ ասել, որ նախաձեռնողները մենք չենք եղել, մենք եղել ենք պաշտպանողները, մենք եղել ենք եւ կանք տեխնացու առաջադրողները, ինչի համար մենք բարերս չեմ սիրում, էլ ասենք պատմենք, ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներին, ովքեր այս հնարավորությունները փողոցի գեներացիայի մասին եք խոսել։ Պայման դրանք հերթով լինելու են, եթե նորից եմ ասում, ուշադիր հետևեք impeachment նախաձեռնողների նու էջերին ասեմ կամ նրանց խոսքին, տեսնեք, որ արդեն հայտարարություն եղել է։ Եվ եթե ուզում եք կարող եք կրկնել, նրանք հայտարարել են, որ այս փուլը չեզոք, այսպես ասեմ,
պատգամավորներին համոզելն է, որպես նրանք միանան իմպիչմենտի գործընթացին։ Տեսնենք ժամանակ։ Պարոն նախագահ, դուք ասում եք, որ ձեզ համար Արցախի էջը երբեք չի կարող փակված համարվել, բայց փաստորեն այս իշխանությունները Արցախի էջը փակված են համարվում եւ արցախցիների վերադարձը իրատեսական չեն համարում։ Հիմա էլ եք կարծում, որ Արցախի էջը փակված չէ։ Այո, մեր տարբերությունը այս իշխանություններից միայն դա չի։ Մենք հսկայական ալլաղոտ տարբերություններ ունենք շատ սկզբունքային հարցերում։ Իհարկե փակված չի։ Դուք հնարավորություն ունեք ուսումնասիրելու, ես չեմ ասում, որ դա արդեն, չգիտեմ, կանխորոշեց Արցախի լինելու հարցը, բայց նայեք, թե Միացյալ Նահանգների կոնգրեսականները ինչ առաջարկություն են մտցրել կոնգրես։ Նայեք, տեսեք, թե ռուսական վերլուծաբանները ինչպիսի եզրակացություններ են արել եւ ինչ առաջարկություններ ունեն։ Ես չեմ ասում, որ դրանք արդեն որոշված պետությունների կողմից որոշված հանգամանքներ են, բայց դրանք կարևոր հանգամանքներ են։ Արցախը կմնա հայկական, եթե մեր ուղեղների մեջ, բոլորիս ուղեղների մեջ այն լինի հայկական։ Բայց այն հիմիկվա իշխանությունները կարծես միայն տարածքային վեճ են զտարվում եւ այդտեղ էլ Ալմաթայի հռչակագրին են հողում տալիս տարածքային ամբողջականության մասին գրեթե կա, մինչդեռ Մադրիդյան սկզբունքները Կազանը ավելի շատ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին էին։ Ինչու դուրս մնաց այս ինքնորոշման իրավունքը։ Մենք Ալմաթայի հռչակագրին նորից են ուղղակի որևէ այսպես փրփուրներից կախվելու պատմության նման։ Ալմաթայի հռչակագիրը չի կարող լինել որպես հիմք։ Լավ, իրենք փորձում են դա անել։ Այդ դեպքում մեկ այլ բան ասեմ։ Ալմաթայի հռչակագրից բառացիորեն ամիսներ առաջ եղել արդեն հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիան դեմարկացիան։ Ինչու դրանով չեն առողջում, ինչ էլ նորից անում դա, անհասկանալի է, չի կարելի, հնարավոր չի 3-4 փաստ համադրել և ասել էսը, ես մարդիկ ուժի զորով ուզում են ամեն ինչ ուտեցնել մեր ժողովրդին, եթե դա ընկալելի է, դրա դեմ առաջի երդին վստահ եմ, որ նորմալ լրատվամիջոցներն ու լրագրողները պետք է պատկառնեն։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ իր խաղաղության հայեցակարգը տարբերվում է Նիկոլ Փաշինյանի հայեցակարգից։ Դուք համաձայն եք դրա։ Բայց դուք ինչի եք ուրիշների ասածները իմ մեկնաբանությունները հարցում։ Ես չեմ ուզում որևէ եղել գործընթացների ծանոթ եք։ Ամեն ինչին ես ծանոթ եմ։ Այ եթե դուք անուն չտաք, ասեք, այսպիսի բան կա, ես կարող եմ ասել, բայց դուք ինձ ստիպում եք, որպես ես մեկնաբանեմ երկրորդ նախագահին, առաջին նախագահին, վաղ ինձ ստիպելու եք, որպես ես մեկնաբանեմ, չգիտեմ, մեկ ուրիշ մարդու, ես մեկնաբան չեմ քաղաքական։ Դուք համաձայն եք առաջին նախագահի խաղաղության հայեցակարգի հետ, այսպես ձևակերպեք հարցը, լավ, մի կողմ թողնենք Նիկոլ Փաշինյանը, տարբերվում է։ Եմ նույն բանն ասում, ես չգիտեմ ինչ ասեմ եք։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասները շարադրի ինչի մասին է խոսքը, այն ժամանակ ես թեթևակի շատ կարողն դրան անվանում։ Պարոն նախագահ, եւ այդ Վաշինգտոնյան փաստաթղթի հետ կապված ի վերջո Ալիևը անվանում է Զանգեզուրի միջանցք։ Փորձենք հասկանանք հիմա Թրամփի ուղի թե Զանգեզուրի միջանցք։ Բայց մենակ Ալիևն է։ Բացի այսօրվա Հայաստանի կառավարչից բոլոր դրան Զանգեզուրի միջանցք են անվանում։ Բոլորը այդպես են, ասինքն ադրբեջանցիները թուրքերը, վաղուց են չէ դրա մասին խոսել։ Այն ժամանակ չեն ասել, չէ, վերցնենք մեկի անունով դնենք, մյուսի անունով դնենք, դա Զանգեզուրի միջանցք է։ Ասինքն ես դեմ չեմ ուրիշ ժողովուրդների անվտանգության ապահովմանը, իրենց երազանքները իրականացնելուց, բայց այդ երազանքները իրականացնելուց ձգտումը չպետք է մեկը ուրիշներին չնշի։ Այսօրվա Հայաստանի կառավարիչն ասում է ուզում եք Թուրանը միանա, դե միանա թող։ Այսինքն չեմ հասկանում ինքը
որ երկրի կառավարիչն է, այնտեղ չեմ հասկանում, որ ժողովրդի ներկայացուցիչն է։ Պարոն նախագահ, նաև խնդրեմ անդրադառնաք Միքայել Սրբազանի ազատազրկմանը դատարանը 2 տարի 6 ամսով ազատազրկեց հոգևորականի հաստատի խոսքի համար, թեև նշում են, որ իշխանազավթման կոչ արել, պաշտոնական մեղադրանքն այնպիսին է։ Ձեր վերաբերմունքը այս որոշմանը եւ առհասարակ հայ առաքելական եկեղեցու շուրջ չդադարող թիրախավորում։ Ես արդեն մի անգամ անդրադարձել եմ եւ ասել եմ, որ ուղղակի դա անհեթեթություն է։ Ոչ միայն խոսքի համար բան նստեցնելը, այլ այդ խոսքը նույնիսկ տեղ չի ասել, ես ասում եմ Միքայել Սրբազանին, ես վերջին 7 տարիների ընթացքում հնարավորություն չեմ ունեցել շփվելու։ Այսինքն Միքայել Սրբազանը այնքան միամիտ է, որ հրապարակավ ինձ կոչ է անում, որպես ես մի գեներալ գտնեմ, որպեսզի ռազմական հեղաշրջում լինի։ Անկա խոսքը ասել է, այդ ասելու համար, որ նստեցնելը լավ է, մեր իշխանության ժամանակ ինքը 140 անգամ կարող էր նստել։ Ինքը Ինքը Պարոն նախագահ, հնարավոր է համարում եք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ դաշնային ընտրությունների մասնակցել։ այդպիսի գաղափար ընդհանրապես չի եղել։ Չի եղել։ Բա եթե չեմ սխալվում, Լևոն Զոհրաբյանը հայտարարեց, չէ, որ ասեց իրենք չեն պատրաստվում այդպիսի բան։ Բայց որտեղից եք այդ վերցրել այդ գաղափարը, որտեղից եք վերցրել, ես չեմ հասկանում։ Թե ուրիշ հարցեր չունեք, ուղղակի ինչ-որ պես մտածում եք ինչ-որ բան։ Միանգամից 4 գործ է վերաբերյալ դատարանված, ինչի՞ որ բանանավիճակը։ Միանգամից 4 գործ ձեր վերաբերյալ ուղարկեց դատարանը։ Մի Դե գործ տեսնեք, հերթով տեսնեք այդ գործերը ինչպիսին են։ Հասկանում եք ինչ է կապը։ Այն իշխանությունը, այն կառավարիչները, ովքեր 3 անգամ մեծացրել են եղաբլուրը, ինձ մեղադրում են, փորձում են մեղադրել, իբր եղաբլուրի հողերը վաճառելու մեջ։ Այնինչ այդ հողերը ունեն կոնկրետ հասցե, շատ կոնկրետ հասցե։ Իսակովի պողոտա։ Ձեր կարծիքով իրենք ինչու են այդպես բանել, եղաբլուրին հարակից տարածվել։ Կարող է հայերենը լավ չեն հասկանում։ Հայերենում հարակից նշանակում մոտիկ, չէ, այդպես է, չէ նշանակում։ Դե որևէ կերպ հնարավոր է ենթադրենք Իսակովի այստեղից գնալուց ձախակողմյան հատվածը համեմատել, ասել, որ եղաբլուրին կպացա։ Էլ դա Աչակողմյանը մեկ ուրիշ է։ հրապարակում արել են հենց այդ թեմայով, որ եղաբլուրին հարակից տարածքները եւ ոչ թե եղաբլուրը եւ պաշտպանության նախարարությանը պատկանա։ Բայց այնուամենայնիվ պաշտպանության նախարարությանը պատկանող Իսակովի պողոտայում գտնվող հողերը վաճառվել են, դուք այդ ժամանակ եղել եք նախարար, ինչու են վաճառվել այդ հողերը եւ այս մեղադրանքի վերաբերյալ։ Ես որտեղ ծառայել եմ Հայաստանի Հանրապետությունում, որ կառույցներում ծառայել եմ, ես միշտ փորձել եմ նպաստել այդ կառույցների կայացմանը, այդ թվում նաև շենքային պայմանների բարելավման առումով։ Ես խորապես համոզված եմ եղել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը արժանի են ունենալու պաշտպանության նախարարություն եւ պաշտպանության նախարարության համապատասխան համալիր։ Ընդ որում այդ աշխատանքները ես սկսել եմ դեռևս իմ առաջին պաշտպանության նախարար եղած ժամանակահատվածում 94 թվականի վերջից արդեն սկսել էինք այդ գործընթացը եւ համարում եմ, որ դա ճիշտ մոտեցում է, շատ ճիշտ։ Ու մենակ պաշտպանության նախարարությունը չի, անվտանգության խորհուրդ ունեցավ իր շենքային պայմանները, նախագահականում բարելավեցին շենքային պայմանները, դա կառույցի բաղկացուցիչ մաս է նորմալ աշխատելու։ Հարցրեք ազգային անվտանգության նախարարության 95 թվականից աշխատող աշխատակիցների արդյոք բարելավել են շենքային պայմանները, արդյոք մթնոլորտը այնտեղ փոխվել է։ Արել ենք, այո, արել ենք,
Եվ հիմա վերցնել այսօրվա գներով համարել 20 տարի առաջվա վաճառքի գները, դե ինչ ասեմ, ինքներդ էլի եզրակացություն արեք։ Ես լուսաբանում եմ նաև այս զուգահեռ քննվող Վաչական Ղազարյանի վերաբերյալ գործը եւ այս գործի շրջանակներում եւս մեկ անձով պաշտպանության նախարարություններ աշխատել հիմա չեմ հիշում հստականում այստեղ ասում է որ արտաբյուջե որ պաշտպանական կողմը ասում է Արա որ ծախսվի այդ միջոցները վաճառքից բացած գումարները արտաբյուջե են այո այդ ամբողջ միջոցները ծախսվել են պաշտպանության նախարարության համալիրը կառուցելու նպատակով առանց որևէ բան եւ այստեղ նաեւ Հայաստանի նախագահ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր եւ նաեւ Toyota Երևանը այստեղ հողատարածքներ է գնել որ շատ քննարկվում է այս հարցը ինչպես ստացվեց այսինքն դուք տեղյակ եղել եք Toyota Երևան Ռոբերտ Քոչարյանի որդուն հողատարածք վաճառելու ոչ տեղյակ չեմ եղել եւ դատականության ժամանակ վստահ եմ այդ հարցերին տալու են դուք շատ էլ կհետևեք ես տեղյակ չեմ եղել որովհետեւ այդ հողերը կարող էին ձեռք բերել յուրաքանչյուր ոք ով ուներ գումար եւ ցանկություն այդտեղ հող ձեռք բերելու թող գտնեն 1 2 5 մարդ իրական մարդ ով ուզել է այնտեղից հող ձեռք բերի իրան ուղղակի մերժել են հնարավոր է տեղյակ լինեք ներկայիս իշխանությունների մեջ պատգամավորների մեջ կան անձինք որոնք այդ տարածքում հող են չգիտեմ ես ընդհանրապես ուրիշների գույքերով տենց ազատնախություն պատահարի բանում դե ամեն դեպքում պաշտպանության նախարար եղած ժամանակ եթե պաշտպանության նախարարը Ես հայտարարել եմ պաշտպանության նախարարությունը ասել եմ կանետ ովքեր ցանկություն ունեն այս տեղից հող ձեռք բերելու նվազանգույն գինը այսքան է ուզում ձեռք բերել ես կարծում եմ եթե պաշտպանության նախարարության համալիրը կառուցվեր այսօր 5 անգամ ավելի շատ համալիր մի փողոց ասֆալտապատելով վրա են